Ես Հովհաննես Պողոսյան, Անետ Կորացի հայր եմ, մեր ակցիան անժամկետ է, այնքան կշարունակվի, մինչև մեր պահանջը բավարարեն, սպասում ենք լուրի, որ հասկանանք մեր պահանջը բավարարվում է, թե չէ։ Իսկ ինչ հույս ունեք, կբավարարվի։ Ուրեմն այդպես ես ասեմ, հույս ասելով չեմ կարող ասեմ այդպես հույս ունենք, ոչ էլ կարամ ասեմ հույս չունենք։ Մենք առավոտ ստացանք ինֆորմացիա, որ ազգային անվտանգության պետը ազատված է աշխատանքից։ Դա շատ մեծ իրավիճակ էր, չգիտեմ, ստրես էր, տագնապ էր մեր բոլոր ծնողների համար։ Որոշեցինք բոլորով միասին, որ գանք տեսնենք ինչ նախնդիրը, այդ դեպքում եթե ինքը հեռացվել է աշխատանքից, ով է զբաղվելու, քանի որ մենք բոլորս տեղյակ ենք, որ ազգային անվտանգության պետը նաև աշխատանքային խմբի ղեկավարն է, անհետքորածներով զբաղվում։ Մենք եկանք, որ հասկանանք, ամեն դեպքում մեզ նախ ոչ մեկ չմոտեցավ, չտեղեկացվեց ոչ ման, մենք որոշված, որ մեր պայմանը մեկն է, մեզ մոտենա այն անձնավորությունը, օքեյ, հեռացրել են, չնայած մենք 4 տարի քայլել ենք Աբազյանի հետ, եւ լավ եւ վատ օրերին, ուստի այդ 4 տարում ինքը թե ոնց է մեզ հասկացել, մենք ոնց ենք իրան հասկացել, ամեն դեպքում նաեւ կապվածություն, հա, մեկս մեկի հանդեպ վստահություն եղել է բավականին շատ։ Այն բոլոր կառույցները, որոնք աշխատում էին կամ առնչվում էին թեմային, չեն կարողանում պատշաճ պարզաբանում ներկայացնել գործընթացի հետ կապված։ Պրոցեսում ներգրաված հիմնական դերակատարներից մեկը նաև ի պաշտոն է եղել է Արմեն Աբազյանը, ով 3 պաշտոնից ազատվել է։ Հիմա մեր ծնողները փորձում են ստանալ հետևյալ հարցի պատասխանը, թե ով է շարունակելու այս պրոցեսը։